Թութակի 3 հեքիաթը, իտալական հեքիաթ։ Այն ամենը, ինչ պատմվում է այստեղ, տեղի է ունեցել շատ հին ժամանակներում։ Իսկ այն ժամանակներում եղել է այսպես. ճանապարհ են գնացել մի օր, ընկել են մի թագավորության մեջ, մյուս օրն են գնացել, ընկել են մի ուրիշ թագավորություն։ Եվ իհարկե, ամեն մի թագավորություն, մեծ թե փոքր, ունեցել է իր թագավորը, որովհետև էլ ինչ թագավորություն, որ թագավոր չունենա։ Եվ ահա, այդ հեռավոր ժամանակներում, շատ խիտ անտառում ապրում էր մի փայտահատ։ Նա ոչ ավելի, ոչ պակաս կարողության տեր էր։ Ուներ մի գորշ իշուկ, մի սուր կացին և ուրախ երգ։ Փայտահատը անտառի բացատում ուներ նաև մի գեղեցիկ տնակ, իսկ տնակում բարեհամբույր մի կին։ Այդ բոլորից հետո ինչպես կարող էր երջանիկ չլինել։ Եվ նա իհարկե երջանիկ կլիներ, եթե կինը չտխրեր։ Երբ փայտահատը անտառ էր գնում կամ իշուկին բարձած փայտ էր տանում քաղաք վաճառելու, կինը մենակ էր մնում և տխրում էր։ Ոչ ոք չկար, որ հետը խոսեր։ Օջախն էր վառում, կրակի հետ էր խոսում, ջրհորի մոտ էր գնում, ջրի հետ էր խոսում, ճաշ պատրաստելիս խոսակցություն էր սկսում աման-չամանի հետ։ Եվ նրանք բոլորը լսում էին, բայց պատասխանելը չէին պատասխանում, թեկուզ լաս ու բղավես։ Եվ փայտահատի կինը հաճախ էր աչքերը գոգնոցով սրբում։ Ահա մի անգամ փայտահատը տուն է գալիս և ասում. «Տես կնիկ, նայիր ինչ եմ գտել անտառում»։ Ու կնոջը մի տիկնիկ է տալիս։ Փայտահատի կինը նայում է և ժպտում։ Նա իսկի չգիտեր էլ, որ աշխարհում այդպիսի տիկնիկներ են լինում։ Տիկնիկը ամբողջությամբ մետաքսի և թավշի մեջ էր, մազերը սև էին, աչիկները կապույտ, թշիկները վարդագույն, շուրթերը կաս-կարմիր, կարծես ուր որը պիտի խոսի, ուրախությունից կինը ծիծաղեց։ Այդ օրվանից նա այլևս լաց չէր լինում։ Ամուսինը գնում էր անտառ, կինը տան գործերն էր անում և շարունակ խոսում էր տիկնիկի հետ։ Ճիշտ է, տիկնիկը նույնպես միայն լսում էր, բայց դրա փոխարեն նայում էր կապուտակ աչիկներով ու ժպտում կարմրիկ շրթունքներով։ Իսկ կնոջը թվում էր, թե նա ամեն ինչ հասկանում է։ Ժամանակը ճանապարհի նման է։ Առջևում գնալով կարճանում է, իսկ ետևում ավելի երկարում։ Մի անգամ փայտահատն ու իր կինը նստել էին իրենց տնակում սեղանի շուրջը և ընթրում էին։ Տիկնիկը նույնպես նստել էր սեղանի մոտ և ամուսիններին էր նայում իր կլորիկ կապուտակ աչքերով։ Հանկարծ ինչ-որ մեկը թխկացրեց պատուհանը։ «Ով կարող է լինել», զարմացավ փայտահատի կինը։ Փայտահատը ոչինչ չասաց, տեղից վեր կացավ ու բացեց պատուհանի փեղկը։ Սենյակ մտավ մի թռչուն, նստեց սեղանի ուղիղ մեջտեղում։ Այստեղ փայտահատն էլ զարմացավ։ Նա անտառում բազմաթիվ թռչուններ էր տեսել, բայց այդպիսի թռչուն երբեք չէր հանդիպել։ Թռչունն իր փուփուլավոր գլխով խոնարհաբար գլուխ տվեց և խոսեց մարդկային լեզվով. «Թող ձեր տանը ամեն ինչ առատ լինի, բացի վշտից ու արցունքից»։ «Շնորհակալություն բարեմաղթությանդ համար», ասաց փայտահատը, որ հաճախ լինում էր քաղաքի շուկայում և այնտեղից սովորել էր քաղաքավարության ձևերը։ «Բայց չէի՞ք ասի արդյոք, փետրավոր սինյոր, դուք ո՞վ եք»։ Ես հրաշք թռչուն եմ, խոսող թութակ, և եկել եմ ձեզ մոտ ահա թե ինչու։ Ինձ անհրաժեշտ է տիկնիկը, հենց սա, որը նստած է ձեր սեղանի մոտ։ Իմ տիրուհին գեղեցկուհի Ռոզալինդան, այն օրվանից ինչ կորցրել է սրան, թախիծն աչքից չի հեռանում։
Սկյուռիկը, որ ապրում է ձեր տան մոտի եղևնու վրա, մի անգամ տեսել է ձեր լուսամուտի գոգում դրված այս տիկնիկին, ու այդ մասին պատմել է երկնագույն փետուրներով բույին, նայել կաչաղակին, կաչաղակը այդ լուրը պոչին դրած բերեց ուղիղ պալատ, ուր ապրում է նրա խնամին, պալատական ագռավը։ Իսկ որ կաչաղակն ու ագռավը մի բան իմացան, դա հայտնի կդառնա բոլոր թռչուններին։ Եվ հիմա ես եկել եմ տիկնիկի ետևից։ Այ կնիկ, ասաց փայտահատը, քանի որ տերը գտնվել է, ուրեմն պետք է վերադարձնել տիկնիկը։ Բայց փայտահատի կինը արագ վերցրեց տիկնիկն ու սեղմեց կրծքին։ Չեմ տա, ես նրան փայփայել եմ հարազատ աղջկաս պես, իսկ հիմա արի ու տուր ինչ-որ մի անծանոթ Ռոզալինդայի, որի մասին երբեք չեմ լսել։ Ինչպես թե, զարմացավ Թութակը։ Դուք չեք լսել իմաստուն եւ գեղանի Ռոզալինդայի մասին։ Այդ դեպքում ես կպատմեմ նրա փառավոր ու բարի գործերի մասին։ Դե, լսեք։ Թութակը սկսեց իր առաջին հեքիաթը։ Ապրում էր մի հարուստ վաճառական։ Նա մի աղջիկ ուներ, նոր դուրս եկած լուսնի եւ արևի նման գեղեցիկ։ Աղջկա անունը Ռոզալինդա էր։ Մի անգամ վաճառականը պատրաստվում էր հեռավոր նավարկության գնալ անդրծովյան երկրներ։ Մեկնելուց առաջ նա հարցրեց Ռոզալինդային. Աղջիկս, հեռավոր երկրներից ինչ նվեր բերեմ քեզ համար։ Գուցե ոսկեկար շրջազգեստ կամ գուցե թանկագին մանյակ։ Ախ հայրին, ինձ հարկավոր չէ ոչ շրջազգեստ, ոչ էլ մանյակ։ Եթե դու որոշել ես ինձ անպայման նվեր բերել, ապա բեր հրաշք թռչուն, խոսող Թութակ, որն ապրում է անդրծովյան երկրներում։ Դու ինձ խնամելու համար նշանակել ես 3 պառավ դայակների, բայց նրանք միայն փնփնթում են ինձ վրա և իրար հետ են կռվում։ Ես սիրելի ընկերուհի ունեմ, գեղեցկուհի տիկնիկը, բայց նա խոսել չի կարողանում։ Այնպես որ դու էլ շատ լավ գիտես, թե ինձ համար որքան անհրաժեշտ է խոսող Թութակը։ Վաճառականը ծիծաղեց իր աղջկա քմահաճույքի վրա, բայց խոստացավ կատարել նրա ցանկությունը։ Հետո նստեց նավ ու գնաց հեռավոր ճամփորդության։ Ռոզալինդան մնաց իր 3 դայակների հետ։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ դայակներն այնպես էին հսկում նրան, որ կարծես աղջիկը խենթ երեխա լիներ։ Չէին թողնում առանց իրենց մի քայլ անի, թույլ չէին տալիս վրան փոշի նստի։ 2 օրվա ընթացքում նրանք շատ ձանձրացնին Ռոզալինդային, չէ որ արդեն լրացել էր նրա 16 տարին։ 3-րդ օրը, երբ դայակները խորը քնած էին, Ռոզալինդան վերցրեց իր սիրելի տիկնիկը և գաղտնի գնաց անտառ զբոսնելու։ Բացատում մեծ աչքերով ճպուռ տեսավ և որոշեց բռնել։ Աղջիկը վազեց, իսկ տիկնիկը մնաց թփի տակ։ Ռոզալինդան վազում էր ճպուռի ետևից, իսկ ճպուռը փախչում էր Ռոզալինդայից և ավելի ու ավելի խորանում անտառում։ Վերջապես ճպուռը ձանձրացավ այդ խաղից։ Նա նետի պես վեր խոյացավ ու անհետացավ։ Այդ ժամանակ աղջիկը շուրջը նայեց, 4 կողմը խուլ ու խավար անտառ էր։ Ոչ շավիղ կար, ոչ ոտնահետք։ Նա սկսեց փնտրել տուն տանող ճանապարհը և ավելի մոլորվեց։ Ահա և արևը սկսեց թեքվել դեպի արևմուտք։ Հոգնած Ռոզալինդան պառկեց կաղնու արմատների մոտ թափված տերևների վրա ու քնեց։ Արևը մայր մտավ, լուսինը դուրս եկավ։ Լուսինը մտավ, արևը դուրս եկավ, իսկ Ռոզալինդան դեռ քնած էր։ Վաղ առավոտյան քնած չէր միայն երիտասարդ արքայազնը։ Նա իր աշխետ ձիով սլանում էր սպիտակ եղնիկի ետևից։ Հանկարծ արքայորդու ձին ծարս եղավ։ Արքայորդին զարմացավ, մտրակեց ձիուն,
բայց ձին տեղից չշարժվեց։ Նայեց արքայորդին եւ ինչ, կաղնու տակ քնած էր մի չքնաղ աղջիկ։ Սիրտը երկու կես եղավ։ Սրտի մի մասը ձգտում էր եղնիկի ետևից, իսկ մյուսը հրամայում էր ընդմիշտ մնալ աղջկա մոտ։ Բայց հետո արքայորդին մտածեց, որ քանի դեռ աղջիկը քնած է, ինքը կարող է որսալ եղնիկին եւ որպես թանկարժեք նվեր մատուցել գեղեցկուհուն։ Գոտուց հանեց մետաքսե թաշկինակը եւ դրանով ծածկեց աղջկա դեմքը։ Դե որպեսզի աշխարհում ոչ ոք, նույնիսկ արևը, չտեսներ նրա գեղեցկությունը։ Հետո նորից խթանեց ձիուն եւ սլացավ առաջ։ Թող արքայորդին հետապնդի եղնիկին, իսկ մենք մնանք Ռոզալինդայի մոտ։ Ահա նա արթնացավ ու տեսավ, որ իր դեմքը ծածկված է թաշկինակով, բայց շուրջը ոչ ոք չկա։ Ռոզալինդան զարմացավ, թաշկինակը թաքցրեց գոտու տակ եւ նորից ճանապարհ ընկավ։ Նա քայլեց մի քանի օր շարունակ եւ վերջապես գտավ ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը նրան բերեց հասցրեց մի պալատի մոտ։ Աղջիկը մի քիչ վախ զգաց, դե առաջներում նա երբեք չէր եղել թագավորական պալատում, բայց ինչ կարող էր անել։ Նա շատ հոգնած էր ու քաղցած։ Դրա համար էլ կամացուկ թակեց Թուջե դարպասը։ Ինքը թագավորն ընդառաջ եկավ աղջկան, թևանցուկ արավ եւ որպես թանկագին հյուր նրան առաջնորդեց պալատ։ Ռոզալինդան 3 օր ապրեց պալատում եւ այնքան դուր եկավ ծեր թագավորին, որ վերջինս սկսեց խնդրել. «Մնա ինձ մոտ, աղջիկս, ահա 1 տարի է ինչ կորել է իմ հարազատ դուստրը, նա հիմա կլինի քո տարիքին։ Քո հնչեղ ծիծաղը լսելիս ինձ թվում է, որ նա վերադարձել է եւ վիշտը այնքան էլ ուժգին չի բսկտում իմ սիրտը»։ Ռոզալինդան հարցրեց. «Իսկ ինչ է պատահել ձեր աղջկան»։ Թագավորը հոգոց հանեց ու պատմեց։ Պատմեց, թե ինչպես 1 տարի առաջ պալատ եկավ մի ծերունի եւ իրենից օթևան խնդրեց։ Թագավորը չմերժեց ծերուկին եւ պալատականներին հրամայեց նրա հետ վարվել այնպես, ինչպես վայել է անվանի հյուրին։ Բայց ծերուկին այդ բոլորը քիչ թվաց։ Նա ցանկացավ իր գլխի վրա չափել թագավորական թագը։ Դե հասկանալի է, որ թագավորը այդ բանը մերժեց։ Չէ որ թագը մի ինչ-որ հին գլխարկ չէ։ Այդ ժամանակ ծերուկն ասաց. «Որ այդպես է, դու չես ունենա ոչ թագ, ոչ էլ աղջիկ»։ Այդ նույն օրը ծերուկը չքացավ։ Նրա հետ չքացավ նաև թագավորի մինուճար աղջիկը։ Շատ փնտրեցին նրան, բայց չգտան։ Ռոզալինդան լսեց այդ տխուր պատմությունը եւ մտածեց. հայրս շուտ չի վերադառնա, այնպես որ ինձ համար ոչ ոք չի անհանգստանա։ Սիրելի տիկնիկս կորցրի անտառում, ուրեմն տանը սպասում են միայն փնթփնթան դայակները, դե նրանք էլ թող սպասեն իրենց համար։ Իսկ այս ծերուկ թագավորին ես կարող եմ օգնել, որ գոնե կարճ ժամանակով իր վիշտը մոռանա։ Եվ նա մնաց։ Ռոզալինդան երգում էր թագավորի համար, կամ ծիծաղելի պատմություններ պատմում, որ նա մոռանա իր վիշտը։ Իսկ երբ թագավորը զբաղված էր լինում թագավորական գործերով կամ քնած էր, դե նա քնել շատ էր սիրում, աղջիկը զբոսնում էր պալատի այգում։ Մի անգամ նա հասավ զբոսայգու ամենախուլ անկյունը, կիսաքանդ լճակի։ Լճակի ափին կանգնած էր մի աշտարակ, 7 ժանգոտ փականքներով փակված։ Անհավասար քարերը, որոնցով շարված էին աշտարակի պատերը, ամբողջովին ծածկվել էին վայրի մամուռով եւ քարաքոսով։ Ռոզալինդան նստեց լճակի մոտ եւ սկսեց նայել, թե ինչպես է սարդը աշտարակի դռան վրա հյուսում իր ոստայնը։
Սարդն աշխատում էր եռանդով։ Մի ժամ չանցած ամբողջ դուռն արդեն ծածկված էր արծաթավուն բարակ թելիկներով։ Ոչ մոծակը, ոչ մրջյունը չէին կարող այնտեղից ներս մտնել։ Ռոզալինդան զարմացավ ութոտնանի ջուլհակի վարպետության վրա և վերադարձավ պալատ։ Նա լճակի մոտ եկավ նաև հաջորդ օրը։ Նայեց սարդոստայնն ամբողջությամբ քանդված էր։ Սա ինչ հրաշք է, մտածեց Ռոզալինդան։ Երևում է ինչ-որ մեկը աշտարակի դռնից ներս է մտել։ Դե բայց ոչ, չի կարող պատահել։ Ռոզալինդան լճակի մոտ նստեց մինչև ուշ երեկո։ Շուրջը լուռ էր ու դատարկ։ Եթե ուրիշ աղջիկ լիներ, առանց որևէ բանի վրա ուշադրություն դարձնելու, կգնար իր գործին։ Դե Ռոզալինդան էլ գնաց, բայց խոտերի վրայով քայլելիս նա իր ետևից ուղում էր տրորված ամեն մի ցողուն, ամեն մի ճզմված թուփ։ Հաջորդ առավոտյան խոտը նորից տրորված էր։ Նշանակում է, այստեղ այնուամենայնիվ ինչ-որ մեկը գալիս էր։ Ահա թե ինչպիսի խորամանկն էր մեր Ռոզալինդան։ Այս անգամ նա երեկոյան պալատ չվերադարձավ։ Թաքնվեց Մասրենու թփի ետևում և այնտեղ նստեց մինչև կեսգիշեր։ Ուղիղ կեսգիշերին մի սուլոց լսվեց և լճակի ափին հայտնվեց վիշապը։ Նա սողաց աշտարակի դռան մոտ, մեկ անգամ զարկվեց գետնին և փոխակերպվեց ծերուկի։ Ծերուկն իր վզից կախված շղթայից հանեց ոսկեջրած բանալին և շարժեց դռան վրա ձախից դեպի աջ։ 7 փականներով փակված ժանգոտված ծանր դուռը անաղմուկ բացվեց։ Ծերուկը մտավ աշտարակ։ Անվախ Ռոզալինդան հետևեց նրան, ոտքերի ծայրերի քայլերով։ Հազիվ էր ներս խցկվել, երբ դուռը նույնպիսի լռությամբ փակվեց նրա ետևից։ Ռոզալինդան թաքնվեց խավար անկյունում և սկսեց սպասել, թե ինչ է լինելու հետո։ Ծերուկը մոմ վառեց։ Չղջիկները այս ու այն կողմ թռան։ Այստեղ Ռոզալինդան տեսավ, որ հատակին փռված ծղոտի վրա նստած է իր տարիքի մի աղջիկ։ Այսօր դու ինձ ինչ ես ասելու, հարցրեց կախարդը։ Դե որովհետև բոլորին էլ հայտնի դարձավ, որ ծերուկը կախարդ է։ Աղջիկը լուռ էր։ Ախր ես մոռացել եմ քո բերանը բացել, բացականչեց ծերուկը և ոսկեջրած բանալին տանելով դեպի աղջկա շուրթերը շարժեց ձախից դեպի աջ։ Ինչ կասես, կրկնեց նա։ Ոչ, ասաց աղջիկը։ Կախարդն այնքան կատաղեց, որ 2 անգամ զարնվեց գետնին։ Առաջին անգամ նա դարձավ վիշապ, երկրորդ անգամ նորից ծերուկ։ Զզվելի անհնազանդ աղջիկ, գոռաց նա, վաղ թե ուշ դու այո կասես։ Ոչ, կրկնեց աղջիկը։ Դե լավ, փնթփնթաց կախարդը։ Հիմա ուտենք, ես բավականին քաղցած եմ։ Նա ոտքով դոփեց և նույն տեղում հայտնվեց ուտելիքներով ու խմիչքներով լցված մի սեղան։ Ծերուկն ու աղջիկը սկսեցին ուտել։ Մութ անկյունում կանգնած Ռոզալինդայի բերանի ջուրը գնաց, չէ որ նա էլ ամբողջ օրը ոչինչ չէր կերել։ Կշտացած ծերուկն ասաց. Կոշտ ուտելուց հետո միշտ քունը ստանում է։ Կանայք սիրում են բլբլալ, եթե ոչ ոք էլ չի լինում, իրենք իրենց հետ են խոսում։ Դրա համար էլ ես քո բերանը չեմ փակի։ Խոսիր, քանի ես քնած եմ, բայց որպեսզի չփախչես, ես կկապեմ քո ձեռքերն ու ոտքերը։ Կախարդը նորից դոփեց, սեղանն անհետացավ, իսկ նրա փոխարեն հայտնվեց մի փափուկ բազմոց, ամբողջովին գորգերով ծածկված։
Հետո կախարդը վերցրեց իր բանալին եւ աչից դեպի ձախ շարժեց աղջկա ձեռքերի եւ ոտքերի վրայով։ Եվ ահա աղջիկը, կարծես ծանր շղթաներով գամված, չէր կարողանում նույնիսկ շարժվել։ Կախարդը փռվեց բազմոցին ու անմիջապես սկսեց խռմփացնել։ Այդ ժամանակ աղջիկն իսկապես սկսեց ինքն իրեն հետ խոսել։ Նա սկսեց դառնորեն գանգատվել իր ճակատագրից։ Ախ, ինչքան դժբախտ եմ ես։ Արդեն ամբողջ մի տարի է, որ փտում եմ այս խավար աշտարակում։ Չար կախարդը կհամաձայնվի ինձ ազատ արձակել, եթե ես խոստանամ նրա համար գողանալ հորս թագը։ Ամեն գիշեր ես նրան ասում եմ ոչ։ Եթե ասեմ այո, կախարդը թագավորի կերպարանք կընդունի, իսկ իմ խեղճ հայրը կդառնա ջորի, որին պահում են ջուր կրելու համար։ Իսկապես ես այստեղ կմեռնեմ, բայց երբեք այո չեմ ասի։ Մի լար քույրիկս, շշնջաց Ռոզալինդան եւ մոտեցավ աղջկան։ Նա կախարդի վզից զգուշությամբ հանեց շղթայով բանալին եւ արագ փակեց ծերուկի ձեռքերն ու ոտքերը։ Չէ որ նա ամեն ինչ տեսել էր եւ ամեն ինչ որոշել էր թաքստոցում։ Հետո Ռոզալինդան ազատեց աղջկան։ Նույն բանալիով բացեց աշտարակի դուռը եւ միասին վազեցին դեպի պալատ։ Երջանկության շատ արցունքներ թափեց թագավորը, երբ տեսավ իր աղջկան ողջ ու առողջ։ Այժմ դուք հարազատ աղջիկ ունեք, եւ ես ձեզ այլևս պետք չեմ։ Շատ եմ խնդրում, ինձ մի կարգ տվեք, որպեսզի վերադառնամ իմ հայրական տունը։ Բայց թագավորն ու աղջիկը այնքան խնդրեցին Ռոզալինդային, որ Ռոզալինդան համաձայնվեց մի քանի օր էլ մնալ նրանց մոտ։ Սկսվեցին պարահանդեսներն ու խնջույքները։ Աղջիկներն այնքան մտերմացան, որ սկսեցին իրար անվանել քույրիկ։ Թագավորը հրամայեց պայթեցնել աշտարակը եւ նրա հետ էլ կախարդին եւ դրա տեղը բարձր բլուր սարքել։ Ահա եւ բոլորը։ Թութակը հպարտությամբ գլուխ տվեց եւ ասաց. Այժմ դուք գիտեք, թե որքան խելացի, բարի ու գեղեցիկ է իմ տիրուհի Ռոզալինդան։ Ախ, ինչ հետաքրքիր բան պատմեցիք, սինյոր։ Սինյոր հրաշք թրջուն, խոսող թութակ, բացականչեց փայտահատի կինը։ Փայտահատը գլխով արեց, չէ որ նա ամեն ինչում համաձայնվում էր իր կնոջ հետ։ Իսկ կինը շարունակեց. Ես իհարկե Ռոզալինդային կվերադարձնեմ իր տիկնիկը, բայց միայն այն ժամանակ, երբ կիմանամ, թե ինչ եղավ հետո։ Դուք, սինյոր թութակ, ոչինչ չասացիք թագավորի տղայի մասին։ Ես ու ամուսինս չիմացանք, թե արդյոք նա սպանեց սպիտակ եղնիկին։ Դե ինչ արած, ասաց թութակը։ Լսեք, թե ինչ եղավ հետո։ Եվ թութակը սկսեց իր երկրորդ հեքիաթը։ Լրացավ իսպանական արքայադստեր, իսպանական թագավորի աղջկա 16 տարին։ Նրան ամուսնացնելու ժամանակն էր։ Այդ մասին լսեցին շատերը, եւ աշխարհի 4 կողմերից բազմաթիվ փեսացուներ եկան։ Այդտեղ էր եւ Հնդկաստանի ռաջը, եւ Ֆրանսիայի թագաժառանգը, եւ Պորտուգալիայի արքայազնը, Պարսկաստանի շահը, իսկ իշխաններին ու մեծատուներին հաշիվ չկար։ Վերջինը եկավ թուրքական սուլթանը, ծուռ ոտքերով մի ծերունի։ Արքայադուստրը դռան անցքից նայում էր փեսացուներին, որոնց հայրը ընդունում էր հանդիսասրահում, եւ ուշքը գնալու չափ ծիծաղում էր։ Միայն 2 անգամ նա չծիծաղեց։ Առաջին անգամ, երբ տեսավ պորտուգալացի թագաժառանգին, դե որովհետև նա բարեկազմ էր, գեղեցիկ, եւ արքայադստերը շատ դուր եկավ։ Երկրորդ անգամ նա չծիծաղեց, երբ թուրքական սուլթանին տեսավ։ Սա արդեն շատ սարսափելի էր։ Արքան գլուխը կորցրել էր։ Բոլոր փեսացուները երևելի եւ հարուստ էին։ Ինչպես ընտրել արժանավորին։
Չէ որ ինքը արքայադստերը սիրում էր այնպես, ինչպես ամեն մի հայր իր մինուճար աղջկան, անկախ նրանից այդ հոր գլխին թագ կա, թե ոչ։ Թագավորը 3 օր մտածելուց հետո վերջապես որոշեց. թող արքայադուստրը նետի իր ոսկե գնդակը, ում որ կպավ, նա էլ կլինի իր փեսան։ Նշանակված օրը բոլոր փեսացուները հավաքվեցին պալատի առաջ։ Արքայադուստրը դուրս եկավ պատշգամբ և փեսացուները բոլորը միանգամից կկոցեցին աչքերը, այնքան որ շլացուցիչ էր աղջկա գեղեցկությունը։ Արքայադուստրը նետեց իր ոսկե գնդակը։ Նա իհարկե գնդակը նշան բռնեց Պորտուգալիայի արքայազնին, բայց հակառակի պես նրա կողքին կանգնած էր թուրքական սուլթանը։ Տեսնելով, թե որ կողմն է թռչում գնդակը, սուլթանը ավելի մոտեցավ Պորտուգալիայի արքայազնին։ Գնդակը կպավ արքայազնի ուսին, բայց ավաղ կպավ նաև խորամանկ թուրքի ուսին։ Եվ ահա երկուսն էլ կանգնեցին թագավորի և նրա աղջկա առաջ։ Թագավորը շփոթված էր։ Գնդակի այդ պատմությունը հնարեց, որպեսզի ընտրելու կարիք չզգացվի, բայց ահա իր սիրելի դուստրը, նայելով փեսացուներին, մեկ լաց էր լինում, մեկ ծիծաղում, ու թագավորը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե իր աղջիկը փեսացուներից որին է սրտով ընտրում։ «Ձերդ արքայական մեծություն», ասաց Պորտուգալիայի թագաժառանգը, «ես սիրում եմ ձեր աղջկան և խնդրում եմ նրա ձեռքը»։ «Արքայադուստրը ինձ էլ պակաս դուր չի գալիս», առարկեց թուրքական սուլթանը։ «Պետք չէ, որ այդպիսի սիրունատես աղջիկը ամուսնանա դեղնակտուց այնպիսի տղայի հետ, որը կյանքում ոչ մի անգամ ամուսնացած չի եղել։ Իմ բանն ուրիշ է։ Ես 100 կին ունեմ ու շատ լավ գիտեմ նրանց հետ վարվելու ձևը, այնպես որ ձերդ արքայական մեծություն, մի տարակուսեք, ձեր աղջկան տվեք ինձ»։ Բայց այստեղ արքայադուստրը շատ որոշակի ասաց. «Իմ ամուսինը կարող է լինել միայն նա, որի համար ես միակը կլինեմ, ինչպես սիրտը կրծքավանդակում»։ Եվ նա նայեց Պորտուգալիայի թագաժառանգին։ Թագավորը վերջապես հասկացավ, թե ինչ է ուզում իր աղջիկը և պատասխանեց. «Ոչինչ անել չես կարող, ձերդ թուրքական սուլթանություն, ձեր 101-րդ կինը դուք փնտրեցեք մեկ ուրիշ տեղ, որովհետև իմ աղջկան ես ձեզ չեմ տա»։ Թուրքական սուլթանը շատ խիստ զայրացավ։ Կատաղությունից նա գետին զարկեց իր չալման և սկսեց ոտքերով տրորել, ասելով, որ չալման դրանից լավ վարմունքի արժանի չէ, քանի որ ստորացրել են նրա տիրոջը։ Վերջում նա թագավորին ասաց. «Թագավոր, քո աղջիկը ինձ չհասավ, ուրեմն թող ուրիշներին էլ չհասնի»։ Այդ խոսքերն ասելուց հետո նա վերցրեց իր չալման ու գնաց։ Հաջորդ օրը Իսպանիայի արքայադուստրը ծանր հիվանդացավ։ Նա նիհարում ու գունատվում էր ժամ առ ժամ, աչքերը փոս էին ընկել։ Հիվանդությունը նրան այնպես էր կուչ բերել ու կռացրել, որ ասես խուրձ կապող լիներ։ Բժիշկները չէին իմանում, թե ինչ անուն տան հիվանդությանը և ինչպես բուժեն։ Գլուխը կորցրած թագավորն այդ ժամանակ հնչեցրեց խորհրդի զանգը։ «Խորհրդի սինյորներ», ասաց նա, «իմ աղջիկը օր-օրի վրա հալվում է, ասացեք, ինչ անեմ ես»։ Եվ խորհրդի իմաստուն սինյորները պատասխանեցին. «Մենք լսել ենք, որ Իտալիայի թագավորներից մեկի պալատում Ռոզալինդա անունով մի աղջիկ է ապրում։ Նա որքան գեղեցիկ է, նույնքան էլ իմաստուն։ Նա մի ժամանակ փնտրել է այդ թագավորի կորած աղջկան ու փրկել է նրան։ Ուղարկեք նրա ետևից,
Գուցե նա ձեր աղջկան էլ փրկի։ Շատ լավ, բացականչեց թագավորը։ Խորհրդի սինյորներ, ձեր խորհուրդն ինձ դուր եկավ։ Թագավորը ծափ զարկեց ու հրամայեց իսկույն եւ այդ մեկնելու համար նավեր պատրաստել։ Իտալիայի թագավորի մոտ գնալու համար որպես դեսպան նա նշանակեց խորհրդի ավագ սինյորին։ Նավերն արդեն խարիսխները բարձրացրել էին, երբ թագավորը շնչակտուր վազեց դեպի ափ։ Ախ, խորհրդի ամենաավագ սինյոր, քիչ էր մնում, որ ես մոռանայի ձեզ տալ երկաթյա ձեռնոցը։ Եթե այդ թագավորը չի համաձայնվի Ռոզալինդային թողնել, ապա նրա ոտքերի տակ նետեք այս ձեռնոցը՝ ի նշան պատերազմ հայտարարելու։ Դեսպանը գլուխ տվեց թագավորին, վերցրեց ձեռնոցը և նավերը շարժվեցին։ Եվ իսկապես, քիչ էր մնում, որ ձեռնոցը պետք գար, որովհետև թագավորը, Ռոզալինդայի հոգեհայրը, կտրականապես հրաժարվեց իր հոգևոր աղջկան Իսպանիա թողնել։ Եվ պատերազմ կլիներ, եթե ինքը Ռոզալինդան չվազեր դահլիճ։ Լսելով, թե ինչի համար է եկել դեսպանը, նա ասաց. «Մի վշտացեք, թանկագին թագավոր, ես Իսպանիայում կմնամ կարճ ժամանակ, գուցեև օգնեմ Իսպանիայի արքայադստերը»։ Եվ ահա, այնպես համոզեց թագավորին, որ թագավորը համաձայնվեց։ Նավերը լողացին դեպի Իսպանիա։ Ինքը Իսպանիայի թագավորն ու Պորտուգալիայի տխրամած թագաժառանգը դուրս եկան դիմավորելու Ռոզալինդային։ Ռոզալինդան հենց որ ափ դուրս եկավ, իսկույն ասաց. «Ինձ անմիջապես տարեք ձեր աղջկա մոտ»։ Ճիշտ ժամանակին էր հասել, որովհետև արքայադուստրն արդեն մարում էր։ Սա հասարակ հիվանդություն չէ, ինքն իրեն ասաց Ռոզալինդան և ավելացրեց. այստեղ ինչ-որ մի բան կա։ Նա արքայադստեր հետ փակվեց ննջասենյակում և կարգադրեց, որ 3 օր ու գիշեր ոչ ոք չմտնի այնտեղ։ Իսպանիայի թագավորը իր թագավորական ձեռքով աղջկա ննջասենյակը տանող դռների վրա մոմե 7 մեծ կնիկ դրեց։ Եվ ահա երեկոն վրա հասավ։ Ռոզալինդան ուզեց մոմ վառել, բայց նա ոչ կայծքար ուներ, ոչ հրահան և ոչ էլ աբեթ։ Լուսամուտից ներս նայեց և հեռու-հեռվում մի բլրակի վրա հազիվ պլպլացող կրակ տեսավ։ Ռոզալինդան առանց երկար բարակ մտածելու մոմը ձեռքին լուսամուտից դուրս թռավ և վազեց դեպի լույսը։ Որքան մոտենում էր, կրակն ավելի էր մեծանում։ Իսկ երբ Ռոզալինդան բոլորովին մոտեցավ, տեսավ մի մեծ խարույկ։ Խարույկի վրա դրված էր մի մեծ կաթսա, որի մեջ ինչ-որ բան էր եռում։ Չալման գլխին փաթաթած, ծուռ ոտքերով ծեր մի թուրք խառնում էր կաթսայի պարունակությունը և ինչ-որ բան էր շշնջում, ոչ իտալերեն, ոչ իսպաներեն, երևի իր լեզվով, թուրքերեն։ Էհե, մտածեց Ռոզալինդան, արդյոք այս ամանի մեջ չէ, որ հալվում է Իսպանիայի արքայադստեր կյանքը։ Եվ նա թուրքին ասաց. «Վայ խեղճ մարդ, մի քիչ հանգստացիր, շատ ես հոգնել»։ «Ես չեմ կարող հանգստանալ», պատասխանեց թուրքը։ «Կաթսան արդեն 3 ամիս է գիշեր ու ցերեկ խառնում եմ։ Արդեն քիչ է մնացել։ Շուտով ես կգնամ իմ հայրենիքը, Թուրքիա։ Թե չէ ով գիտե, հիմա իմ 100 կանայք կկռվեն իրար հետ, ինչ կանեն»։ «Խնդրում եմ, տուր ես քո փոխարեն խառնեմ», ասաց Ռոզալինդան։ «Դե լավ, խառնիր, բայց տես հա, երդվում եմ Մուհամեդի մորուքով, եթե լավ չխառնես, քեզ էլ կեփեմ այդ կաթսայի մեջ»։ Թուրքը ծալապատիկ նստեց գետնին, իսկ Ռոզալինդան սկսեց բույի չորացած թաթով արագորեն խառնել գարշահոտ ապուրը։ «Լավ եմ խառնում», հարցրեց աղջիկը։ «Խառնիր, խառնիր»։
մրթմրթաց թուրքը։ Իսկ դու քնիր, ասաց Ռոզալինդան։ Եվ թուրքը քնեց։ Այդ ժամանակ Ռոզալինդան վերցրեց և եփվող կախարդական կաթսան շուռ տվեց ուղիղ թուրքի վրա։ Այ թե ինչ կատարվեց։ Թուրքն իսկույն չոփի նման բարակեց, ամբողջովին չորացավ և ի վերջո դարձավ մոխրակույտ։ Ռոզալինդան մոմը կպցրեց հազիվ առկայծող ածուխներից և վազեց դեպի պալատ։ Երբ նա վերադարձավ, Իսպանիայի արքայադուստրը երկար տառապանքներից հետո առաջին անգամ քնել էր երեխայի հանգիստ քնով։ Նրա գունատ այտերին կարմրություն երևաց։ Ռոզալինդայի նշանակված օրը Իսպանիայի թագավորը պոկեց 7 կնիկները և բացեց դուռը։ Թագավորի վզովն ընկավ իր ուրախ ու առողջ դուստրը։ Թագավորը Ռոզալինդային որպես պարգև բազմաթիվ նվերներ տվեց, փառքով ու պատվով ուղարկեց Իտալիա։ Իսպանիայի արքայադուստրը ամուր փաթաթվեց Ռոզալինդային, համբուրեց նրան և խնդրեց, որ չմոռանա իր իսպանացի քույրացուին։ Իսկ Պորտուգալիայի արքայազնը աղջկա փեսացուն ավելացրեց, որ նա նաև եղբայր ունի։ Ահա և բոլորը, ասաց թութակը։ Ինչպես թե բոլորը, բացականչեց փայտահատի կինը։ Չեղավ սինյոր հրաշք թռչուն, խոսող թութակ, կամ ինչպես կուզեք։ Ես տիկնիկը չեմ տա, եթե ամեն ինչ մինչև վերջ չիմանամ։ Այո, մտածկոտ ասաց փայտահատը, նույնիսկ շուկայում այսպիսի հրաշալի պատմություններ ամեն օր չես լսի, այնպես որ խնդրում եմ, փետրավոր սինյոր, մեզ պատմիր, թե ինչ եղավ հետո։ Իմ տիրուհու մասին ես պատրաստ եմ պատմել մինչև առավոտ, ասաց թութակը։ Արդեն կարծես թե լուսանում է։ Մինչև արևի դուրս գալը ես կհասցնեմ ձեզ հաղորդել գեղեցկուհի Ռոզալինդայի մասին ամենակարճ ու ամենաուրախ պատմություններից մեկը։ Եվ թութակը սկսեց երրորդ հեքիաթը։ Իտալիայի հարավում մի թագավոր էր ապրում։ Նա մի մինուճար տղա ուներ, բարձրահասակ, ինչպես նոճին, ճարպիկ և ուժեղ, ինչպես երիտասարդ առյուծ, գեղեցիկ, ինչպես լուսինը երկնքում։ Աշխարհում ամեն ինչից շատ այդ տղան սիրում էր որսորդությունը։ Եվ ահա մի անգամ այդ տղան լսում է, որ Իտալիայի արևմուտքում 10 սարի ետևում, 10 հովիտների ետևում 9 անտառներից հետո 10-րդ անտառում ապրում է մի սպիտակ եղնիկ։ Արքայորդին վերցնում է իր որսորդներին և գնում հեռավոր որսորդության։ 2 ամիս կորած է լինում արքայորդին, իսկ երբ վերադառնում է, թագավորը, նրա հարազատ հայրը, չի ճանաչում իր որդուն։ Չար ոգին նստել էր արքայորդու սրտում և օր-օրի մաշում էր նրան։ Արքայորդին ոչ ուտում էր, ոչ խմում։ Ամբողջ օրերով նա պառկում էր իր ոսկեկուռ մահճակալին և ծանր հառաչում։ Թագավորը հարց ու փորձ արեց թագաժառանգի որսորդներին, թե արդյոք ճանապարհին նրան որևէ բան չի պատահել, բայց նրանք ոչինչ չգիտեին։ Ասացին միայն, որ արքայորդին իրենց մոտից սլացել էր սպիտակ եղնիկի ետևից և վերադարձել միայն երեկոյան, առանց որսի և շատ տխուր։ Օ, ամենասուրբ տիրամայր, բացականչեց թագավորը, այդպես իրեն տանջել անտառային մի ինչ-որ արարածի համար։ Թագավորը որոշեց խորամանկության դիմել։ Նա հրամայեց մոտակա անտառից մի եղնիկ բռնել և բերել պալատ։ Ինքը սեփական ձեռներով այդ եղնիկին ներկեց իր թագավորության մեջ եղած ամենասպիտակ ներկով։ Հետո եղնիկին բաց թողեց թագավորական այգում և ինքը վազեց տղայի մոտ։ Տղաս, վեր կաց, գնա այգի, դու կտեսնես այն, ինչին ձգտում է քո հոգին։ Արքայորդին ցատկեց մահճակալից և թուլությունից երերալով վազեց դեպի այգի։ Երբ հեռվից տեսավ սպիտակ եղնիկին,
կրծքից մի հառաչանք դուրս թռավ։ Ինչին էր պետք եղնիկը, երբ սեփական մեղքով կորցրեց աղջկան եւ նրա հետ էլ իր սիրտը։ Այդ պահից արքայազնն ավելի վատացավ։ Նա օրեցօր հալվում էր բարակ մոմի նման։ Թագավորության բոլոր բժիշկներն արդեն նստած էին թագավորական բանտում, որովհետև նրանցից ոչ ոք չկարողացավ բուժել արքայազնին։ Ահա հենց այդ վշտալի պահին թագավորին հասավ երկու արքայադստրերին փրկող իմաստուն Ռոզալինդայի լուրը։ Թագավորը դեսպաններին զինեց, զգուշության համար նրանց տվեց երկաթյա ձեռնոցը եւ ուղարկեց Ռոզալինդայի ետևից։ «Սա ինչ դժբախտություն է», ձեռքերն իրար շփելով ասաց Ռոզալինդայի հայրացուն։ «Երևում է բոլոր թագավորները որոշել են հերթով ցույց տալ, թե ինչ ձևի է իրենց ձեռնոցը։ Դժվար գործ է քո հայրը լինելը, թանկագին Ռոզալինդա»։ «Հիշեք, թե ինչպես էիք դուք տանջվում ձեր աղջկա համար», պատասխանեց Ռոզալինդան, «եւ ինձ մի արգելեք գնալ»։ Եվ Ռոզալինդան գնաց դեսպանների հետ։ Ճանապարհին նրան պատմեցին այն ամենը, ինչ գիտեին արքայորդու հիվանդության մասին։ Այստեղ Ռոզալինդան մտքերի մեջ ընկավ։ Անտառը, որտեղ որսի էր եկել արքայորդին, հենց այն անտառն էր, որտեղ ինքը մոլորվեց։ «Իսկ ինչպես է արքայորդու անունը», հարցրեց նա դեսպանին։ Դեսպանը պատասխանեց. «Արքայորդուն անվանում են Գաբրիել, Ջիովանի, Մարչելո, Ալֆոնսո, Պեդրո, Չեզարե, Անտոնիո, Կարլո, Մարինո, Դոմենիկո, Պաոլո, Ջուզեպպե»։ Ռոզալինդան շրջազգեստի գոտու տակից գաղտնաբար քաշեց հանեց մետաքսե թաշկինակը, որով ինչ որ մեկը անտառում քնած ժամանակ աննկատ ծածկել էր իր դեմքը։ Նա նայեց թաշկինակին եւ տեսավ, որ կողքերին ասեղնագործած տառեր կան. Գ, Ջ, Մ, A, P, Չ, A, Կ, M, D, P, Ջ։ Ռոզալինդան կամացուկ քմծիծաղ տվեց։ Դեսպանները Ռոզալինդայի հետ գնացին եւ վերջապես տեղ հասան։ Ռոզալինդային տարան արքայորդու սենյակը։ Բարի աղջկա սիրտը լցվեց խղճահարությամբ, որովհետև այդքան գեղեցիկ եւ այդքան երիտասարդ արքայորդի համարյա թե գերեզմանի ճանապարհին էր։ Նա պառկած էր փակ աչքերով, կարծես մեռած լիներ։ Միայն անհավասար շնչառությունից կարելի էր ենթադրել, որ կրծքի տակ մի մազաչափ կյանք կա։ Աչքերդ բաց, սիրելի արքայորդի, եթե ուզում ես նորից ուժեղ եւ առողջ լինել, բաց արա աչքերդ, ասաց Ռոզալինդան։ Ես չեմ ուզում աչքերս բանալ, պատասխանեց արքայորդին։ Թողեք հանգիստ մեռնեմ։ Չէ, չեմ թողնի, ասաց Ռոզալինդան։ Մինչև չնայեք ձեռքիս բռնածին, չեմ թողնի։ Եվ նա շրջազգեստի գոտու տակից հանեց թաշկինակը։ Բայց արքայորդին նույնիսկ չշարժվեց։ Այստեղ Ռոզալինդան խորամանկորեն ասաց. Գուշակեք, թանկագին արքայորդի, գուշակեք, թե ինչ է սա։ Երեկ ձերն էր, այսօր իմը։ Վաղը կլինի ոչ ոգինը կամ էլ մերը։ Ինչքան էլ հիվանդ էր արքայորդին, հետաքրքրասիրությունը հաղթահարեց։ Այդ պատճառով էլ մի աչքը բացեց։ Եվ ինչ տեսավ։ Իր մետաքսե թաշկինակը։ Այդ թաշկինակով հեռավոր անտառում նա ծածկել էր քնած գեղեցկուհու դեմքը, որով ինքը հիացել էր մի պահ եւ կորցրել հավիտյան։ Այստեղ արքայազնը մյուս աչքն էլ բացեց ու տեսավ նրան, որի համար տանջվում էր այսքան ժամանակ։ Նրա աչքերը առողջ մարդու աչքերի նման սկսեցին փայլել։ Ռոզալինդան ասաց. Դուք լուծեցիք հանելուկը։ Հիմա ձեզ անհրաժեշտ է հանգստանալ։ Փակեք աչքերը։ Ես չեմ ուզում աչք փակել,
բացականչեց արքայորդին։ Վախենում եմ նորից քեզ կորցնել, բայց հաճույքով մի որևէ բան կուտեի, օրինակ թանձր արգանակ։ Այդ պահից Ռոզալինդայի գործը միայն արքայորդուն արգանակով կերակրելն էր։ Երջանիկ թագավորի հրամանով պալատական խոհանոցում ամբողջ ժամանակ արգանակ էին եփում։ 3 օրվա ընթացքում այնքան արգանակ եփեցին, որ ամբողջ թագավորությունում միսը թանկացավ։ Շուտով արքայորդին բոլորովին առողջացավ և հորը սկսեց խնդրել հարսանեկան խնջույքի համար պատրաստություն տեսնել։ Բոլոր կողմերում լուր տարածվեց, որ գեղեցկուհի Ռոզալինդան ամուսնանում է արքայորդու հետ։ Հարսանիքին առաջինը եկավ Ռոզալինդայի հարազատ հայրը։ Նա հենց նոր էր վերադարձել անդրծովյան երկրներից և սիրելի աղջկա համար բերել էր նրա ուզած նվերը՝ հրաշք թռչունը, խոսող թութակին։ Նվերը ճիշտ ժամանակին հասավ։ Միևնույն է, հարսանիքին մի բան պետք է նվիրեր, չէ՞։ Եկավ նաև Ռոզալինդայի հայրացուն, իր աղջկա, թանկագին քույրիկի հետ։ Եկավ նաև իսպանական թագավորը իր թագուհու հետ։ Նրանց հետ էլ Պորտուգալիայի թագաժառանգը, որը չէր ուզում մի օր անգամ հեռանալ իր հարսնացուից։ Խնջույքը փառավոր անցավ։ Այժմ դուք ամեն ինչ մինչև վերջ իմացաք, ասաց թութակը։ Ոչ, ձայնեց փայտահատի կինը։ Դեռ բոլորը չէ։ Ինչպես թե բոլորը չէ, առարկեց թութակը։ Քանի որ գործը հասավ հարսանիքին, նշանակում է վերջ հեքիաթին։ Իսկ հիմա ինչպես է ապրում Ռոզալինդան, միաբերան հարցրին փայտահատն ու իր կինը։ Շատ լավ, բայց իր սիրելի տիկնիկի կարոտն է քաշում։ Ահա դրա համար ես թռել եկել եմ, որպեսզի գտնեմ տիկնիկին։ Փայտահատի կինը շնորհակալություն հայտնեց ճշմարտացի պատմությունների համար և տվեց տիկնիկը։ Գուցե դուք խղճում եք փայտահատի կնոջը, մտածում եք, թե նա կտխրի առանց տիկնիկի։ Մի անհանգստացեք։ Նա մխիթարվեց, որովհետև շուտով մի աղջիկ ունեցավ։ Եվ իսկական աղջիկն ավելի լավ է, քան ամենագեղեցիկ տիկնիկը։ Դե ինչ կա որ, կասեք դուք։ Ուրեմն Ռոզալինդան է տիկնիկով խաղում։ Բոլորովին էլ ոչ։ Ռոզալինդան էլ մի տղա ծնեց, իսկ տղան ոչնչով վատ չէ աղջկանից։ Իսկ իսպանացի արքայադուստրը, որն ամուսնացավ Պորտուգալիայի արքայազնի հետ, միանգամից ունեցավ և աղջիկ, և տղա։ Տիկնիկը տվեցին Ռոզալինդայի առաջին քույրացուին։ Դե նա դեռ չի ամուսնացել։ Ահա և վերջ։